Ինչու պետք է մարդիկ մտահոգվեն կենսաբազմազանության կորստով։ Որոշ գիտնականների հաշվարկներով այսօր երկրագնդի վրա ապրում են տարբեր բույսերի և կենդանիների առնվազն 8 միլիոն տեսակներ։ Նրանց շարքերում ենք նաև մենք։ Այս տեսակների փոխադարձ կապերը հետաքրքիր են և հաճախ անսպասելի։ Օրինակ գայլերը։ Մի քանի դար առաջ Միացյալ Նահանգներում բնակվում էին 100 հազարավոր գայլեր։ Բայց այնուհետև այստեղ բնակվեցին նոր եկվորներ։ Եվ մինչև 1900-ականների սկիզբը մայրցամաքային Ամերիկայի Միացյալ Նահանգներում գորշ գայլերը ոչնչացման եզրին հայտնվեցին։ Առանց այս գլխավոր գիշատիչների եղնիկների ու եղջերուների պոպուլյացիան կտրուկ ավելացավ Արևմտյան Ամերիկայում, և նրանք սկսեցին սնվել ավելի երիտասարդ ծառերով և այլ բույսերով։ Շուտով նաև գուղբերը չէին կարողանում պատնեշներ կառուցել, և նրանց պոպուլյացիան էլ անկում ապրեց։ Եվ քանի որ ծառերն ու բույսերն էլ էին պակասել ու այլևս չէին ապահովում հողային շերտի կայունությունը, գետաբերանները քայքայվեցին վնաս հասցնելով թե գետերին և թե այդ գետերի շնորհիվ գոյատևող տեսակներին։ Վերացնելով ընդամենը մի տեսակ, մարդիկ ակամայից դոմինոյի էֆեկտ առաջացրեցին, ինչը մեծ ազդեցություն ունեցավ ողջ տարածաշրջանում։ Ցավոք, այս պատմությունը եզակի չէ։ Մենք ընկղմված ենք էկոհամակարգերում, որոնք բույսերի, կենդանիների և մարդկանց փոխկապակցված ցանցերն են։ Եվ այժմ տեսակների անհետացումը հազարավոր անգամներով արագացել է, քան մինչև մարդու գոյությունը։ Շատ էկոհամակարգերում մի քանի տեսակներ կարող են անհետանալ առանց խափանելու ամբողջ ցանցի կենսագոյությունը։ Օրինակ, ծովառյուծները կարող են ուտել մի քանի ձկնատեսակներ։ Եթե մի տեսակ պակասում է, նրանք կարող են անցնել այլընտրանքի։ Բայց եթե շատ ձկնատեսակներ անհետանան, օրինակ ձկնորսության պատճառով, ապա ծովառյուծների համար բավարար սնունդ հայթայթելը միանգամից կդժվարանա։ Քիչ սնունդ նշանակում է քիչ ծովառյուծներ։ Եվ դա կարող է վատ ազդել այլ արարածների մի ամբողջ բազմության վրա։ Նույն կերպ, երբ մենք հատում ենք անտառները, ոչ բնական ծագման բույսեր և կենդանիներ ենք ներմուծում կամ հողը ցողում ենք վնասակար քիմիկատներով, մենք միաժամանակ վնաս ենք հասցնում բազմաթիվ տեսակների։ Եվ հիմա մարդու գործունեությամբ առաջացած կլիմայի փոփոխության հետևանքով բազում տուժած տեսակներ ավելի մեծ վտանգի տակ են պայմանավորված ջերմաստիճանի և տեղումների օրինաչափությունների փոփոխությամբ։ Այս փոփոխված էկոհամակարգերի վերականգնման համար հարյուրավոր կամ նույնիսկ հազարավոր տարիներ են պետք, եթե իհարկե վերականգնումն ընդհանրապես հնարավոր է։ Այսպիսով, ինչու է սա խնդիր մեզ համար։ Որովհետև մենք մարդիկս մեկուսացված չենք ապրում։ Մենք բնության մասնիկն ենք, և մեր սնունդը, ջուրը և շնչած օդը ստանալու համար կախված ենք առողջ էկոհամակարգերից։ Եթե այսպես շարունակենք, ապա մեր կյանքի որակը նույնպես կվտանգվի։ Սակայն հույս կա։ Քանի որ հենց մենք ենք ամենամեծ վնաս հասցնողները, մենք էլ կարող ենք շրջել այդ բոլոր միտումները։ Քայլ կատարելով և փոխելով մեր վարքագիծը, ցույց ենք տվել, որ կարող ենք օգնել տեսակներին ու էկոհամակարգերին վերականգնվելու մեր իսկ ներգործությունից։ Հիշո՞ւմ եք գայլերին։ 1990-ականներին մարդիկ Յելլոուսթոուն ազգային պարկում կրկին գայլեր բաց թողեցին։ Կարճ ժամանակում եղնիկներն ու եղջերուները դադարեցին գերարածելը։ Ծառերն ու բույսերն արագ ետաճեցին, գետաբերանները կայունացան, իսկ կուղբերն էլ վերադարձան։ Մեր որոշակի ջանքերի շնորհիվ այս բնական համակարգը վերականգնվելու նշաններ ցույց տվեց։ Եթե ընդունենք, որ կենսաբազմազանությունն արժե խնամել ու պաշտպանել, և եթե արագ գործենք, ապա կարող ենք աշխարհը հեշտությամբ տուն դարձնել ոչ միայն մեր շուրջը գտնվող բուսատեսակների ու կենդանիների տեսակների, այլև հենց մեր տեսակի համար։